մենք գիտենք, որ եկեղեցին հատկապես իրավունք ունի միջամտել քաղաքական գործունեությանը, խոսքը հոգևորականների առանձին տեսակետի մասին չի որպես քաղաքացի։ Հիմա տեսեք Բագրատ Գալստանյանի գործով էլ այդպես էլ ընդդիմությունը ապացույցներ չներկայացրեց, որ ձայնագրությունը կեղծ է, չնայած սկզբում ասում էին, որ ձայնագրությունը կեղծ է։ Հիմա ելնելով մեղադրանքից, նաև տվյալ հոգևորականի Արամ կարծեմ նա էր խոսել ուրեմն ցուցմունքներից, որ իրեն ստիպել են, որ մասնակցի Փաշինյանի դեմ հանրահավաքին, ես չեմ կարող իր ասածը դնել հարցականի տակ։ Նա է ցուցմունք տվել եւ պետք է ապացուցեն, որ ապացուցման ուրեմն բեռը ընկնելու է մեղադրող կողմի վրա, որ եկեղեցին, այո, շահագրգռում է, ես չգիտեմ այդպես է թե ոչ, գումարով, որպեսզի իր անդամները մասնակցեն հավաքների։ Գիտեք, ես ձեզ ասեմ եւ երևի լրատվականներից շատերի համար գաղտնիք չի, մեյլեր եմ ես ստանում եւ շատերը տեսնում եմ նույնպես ստանում են, որոնք վերաբերում են եկեղեցում նման գործողություններին, որ շարք են բաժանել անձնական, անբարոյական շատ ներողություն, ինչ որ կապերի մասին է լուսաբանվում, կամ պաշտոնական դիրքի չարաշահման ուրեմն օգտագործմամբ ինչ-որ բիզնես գործունեություն ծավալելու, բոլորն էլ ստանում են այդ նամակները եւ որքանով ես տեսնում եմ, իշխանություններն էլ են ստանում եւ այդ նամակների հիման վրա է գործեր հարուցվում, այլ հարց է թե պիտի պարզել ով է այդ աղբյուրը։ Ամենայնիվս կրկնեմ, քանի դեռ Գարեգին երկրորդը որևէ պաշտոնական ինքը դիրքորոշում չի արտահայտել, թե ինչ է կատարվում, չի հերքել մեղադրանքը, ես նույնիսկ ձեզ ասեմ, այն օրը քահանաներից մեկը ասում էր, որ Գարեգին երկրորդը ընդունել է, որ Բագրատ Գալստանյանը սխալ էր եւ չպիտի այդպիսի կոչեր աներ։